ժողովուրդ օրենքեր դեմոնիքներ են, որոնք դրական արտանքներ ուզում եմ հարցնել արդյոք սպասում եք ընդդիմությունից նման պատասխան և ինչպես ընդունված կարգ է դարձել, ով հայտնվում է քաղաքականության մեջ, սկսում են կապել ինչ-որ անունների, ինչ-որ մարդկանց հետ, սրան նայել բերել և այլն և այլն։ Ներողություն արտահայտությանս համար այս դեպքում ձեզ ով է բերել, որովհետև իշխանության միակ այսպես խաղը այն է, որ դուք նախկինների ժամանակ պաշտոն եք ունեցել և նրանց հետ կապ ունենալ պարզապես չեք կարող։ Երկրորդ հարցս, պարոն Թաթյան, ձեր ֆինանսական առումն է ձեր շարժման։ Օրինակ տեսեք, մենք տեսնում ենք ՔԲ-ի նվիրատուների ցանկը, նրանց անդամակցության գումարները, ձեզ ով է ֆինանսավորում։ Շնորհակալություն։ Առաջինը արձագանքները։ Գիտեք, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել Հայաստանի 6 տարի։ Իշխանությունը այս գործող իշխանությունը մինչև այդ նախորդ իշխանությունը նրանցից առաջ, բայց այս գործող իշխանությունը քանի հիմա նրանք են սկսեցին դաժան ձևով մեզ կամ պայքարը, այսպես ճնշումները մեր նկատմամբ, երբ խնդիրները սկսեցին դառնալ նրանցը։ Եվ թե դրանից առաջ իշխանությունները մենք խնդիրներ ունեցել ենք, թե այս իշխանության ժամանակ հատկապես այսպես սաստկացել էի, ինձ երբեք չեք կանգնացրել, նույնը հիմա է։ Ես քս բնույթով այդպիսի մարդ եմ։ Եթե ես գիտեմ, որ ես մի բան ճիշտ եմ անում, հավատում եմ իմ ասացին, ինձ չի կարող կանգնեցնել, թե կողքից ով ինչ է խոսում։ Ես իմ գործն եմ անում։ Դուք չեք հիշում մեր նախորդ ժամանակահատվածում ինչ էր։ Խոչընդոտներ, խնդիրներ, մեզ կանգնեցրել է, երբեք չի կանգնացրել։ Եվ որովհետև ես հավատացած էի մեր թիմով, մեր աշխատակազմով, ինչ էինք ես իմ թիմակիցներով մենք վստահ ենք այն նախաձեռնությունը քաղաքական, որ մենք այսպես առաջ ենք քաշել եւ տանելու ենք առաջ, մենք անում ենք այն, ինչ պետք է Հայաստանին։ Այն, ինչ պետք է մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Եվ արձագանքները այդ առումով մեզ չեն կանգնեցնելու։ Նույնը վերաբերում է ոչ իշխանական, տարբեր կողմերից եկող արձագանքներին։ Այո, ես դրանց եւ մեր թիմը ուշադիր ենք, հետևում ենք բոլորին, բայց դրանք մեզ արդյոք կուրենան կանգնեցնելու կամ մեր նպատակներից շեղվելու, ոչ իհարկե։ Այո, եթե կլինեն արձագանքներ այնպիսի, որ կնպաստեն մեր խնդիրների լուծմանը, մեր ազդարարած օրակարգը, առասարակ երկիրը այս վիճակից համատեղ ջանքերով դուրս բերելու, դա բոլորովին այլ հարց է։ Հիմա ով է, դուք այդպես ասեցիք, ով է բերել եւ դուք ասեցիք, որ կարող կապ ունենալ, կապ չունենալ, երևի իրենց չեմ կարող։ Գիտեք, մենք հենց դրա համար էլ այս process-ը նախաձեռնել ենք, որ չնայած ռիսկերին, որ միևնույն է շարունակելու են ասել սրա պրոյեկտը, այս պրոյեկտը, այն պրոյեկտը, մենք մեկ է պետք է այս խնդիրը մեկը միշտ լուծենք։ Այս պրոյեկտ, սրա պրոյեկտը, սա է բերել, նա է բերել, դա իշխանության օրակարգ է։ Դա Հայաստանը հիասթափության մեջ պահելու օրակարգ է։ Դա Հայաստանը լճացման մեջ պահելու օրակարգ է, զարգացում թույլ չտալու օրակարգ է։ Այսինքն, եթե գնա, եթե մենք չհանձնառենք բոլորով միասին, ձեր օգնությամբ նաև, չկտրել, չճեղքել, այսպես ասած, այս մարտահրավերները, դուք համոզված եղեք, 10 տարի հետո ով կա նույնն են ասելու։ Այս է, սրա պրոյեկտն է, նրա պրոյեկտն է, չգիտեմ, երևի արդեն խորհրդային միությունն էլ հետ կգնան, ինչ կենտկոմի քարտուղարներ եղել են, բոլորով կսկսեն ասել, որովհետև կսպառվի մնացածը։ Այսինքն, գիտեք ինչ, ես սա շատ հստակ է պատասխանը եւ այս շարժումը հենց նրա համար ենք նախաձեռնել։ Այս քաղաքական նախաձեռնությունը հենց նման համար է, որ մենք այլևս չունենանք նման բաներ, որ մեզ չպարտադրեն քարոզներով մարդկանց թույլ չտալով, որ սթափ մտածեն երկրի զարգացումը արգելակել։ Ֆինանսական միջոցների մասին։ Մեր
հիմնադրամը, ասեմ ձեզ, սկզբում, հետո նաև հիմա դեռ վերածվել է այլ գործունեություն, իմ գործունեությունը միշտ ֆինանսավորվել է մեր տարբեր հայրենակիցների ներդրումներով։ Դրանք այդտեղ ոչ մի գաղտնիք բան չկա։ Նրանք իմ պարզապես մարդիկ են, ում ես չեմ ճանաչում, իմ ընկերներից են եւ այլն, եւ նույնը վերաբերում է այս գործունեությանը։ Չկա որևէ մի այսպես մի մեծ հարուստ մարդ, որը ամբողջը մեզ ֆինանսավորում է, մի հատ էլ թելադրելու է, թե ինչ անել։ Ես ինքս իմ բնույթով այնպիսի մարդ եմ, միշտ բոլոր որոշումները կայացնում եմ ինքնուրույն, խորհրդակցելով բնականաբար մեր թիմի անդամների հետ, իմ գործընկերների հետ, եւ երբեք ինքս չէի կարող հանդուրժել, որ հանկարծ նման այսպես տեղի ունենան այնպիսի բան, որ ինչ-որ քողարկված այստեղ գործընթացների ամեն ինչ բաց, թափանցիկ, ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել այս հարցը, ոչ միայն այս, այլ կապերը եւ այլն, այսպես ես արդեն ասացի այն իրողությունները, որ մենք մեր երկրում ապրել ենք այս ողջ ժամանակաշրջանում եւ այսպես սկզբունքներն էլ դրանք են։ Շնորհակալություն։